2 ամսով կալանավորվեց Միքայել arczepiskopos Աչապահյանը, նաև մոտ տարուկես առաջ արած մի հայտարարության համար։ Եվ դրանից հետո էլ եմ ասել, պետք է ռազմական հեղաշրջում, բայց մենք բանակ չունեցանք գեներալիտետ, ովքեր կանեին այդ անհրաժեշտ քայլը պետականության եւ Արցախի փրկության համար։ Նախ քննչական կոմիտեի մոտ, հետո դատարանի հավաքվել էին Միքայել Սրբազանին աջակցողները, այդ թվում հասարակական, քաղաքական ու հոգևոր գործիչներ։ Հոգևոր հոտը միշտ էլ պահանջում է եկեղեցականի խոսք։ 2008 թվականին եկեղեցին կայնացել այնտեղ, հոգևորականները կայնացել այնտեղ։ Միքայել Սրբազանի ոտքը այնտեղ գրեթե կոտրում էին։ Եվ շատ հոգևորականները ինչպես են ասում, որ մարդ չի եղել։ Երբ հավատավոր 5 անգամ մայրաթորը հայտարարություն արեց այդ օրերին։ Կալանքի միջնորդությունը դատավոր Մայիս Մելքոնյանն է բավարարել։ Նա նաև Բագրատ arczepiskopos Գալստանյանի գործով դատավորն էր։ Փաստաբաններն իրենց մտավախությունը դատավարությունից ժամեր առաջ էին հայտնում։ Գիտեք, շատ կանխատեսելի է Մայիս Մելքոնյանի պարագայում։ Ես երբևէ չեմ կարծում, որ ինքը ի վիճակի է արդար որոշում կայացնելու։ Միակ բանը, որ հանրության այս արձագանքը կարող որոշակի ազդեցություն գործադրի, բայց կարծում եմ հատուկ տվել են իրեն, որ նույնիսկ այս ազդեցությունը չլինի, որովհետև իր մոտ նման ազդեցությունները կարծեք թե չի գործում, իր համար մի հատ բան կա, վախ, որ ինքը այդ վախից ելնելով գործողություններ է կատարում։ Կարգապահական վարույթ է սպայնի նկատմամբ իրականացվում։ Եթե ինքը ցանկալի որոշում չկայացնի, միանգամից կարգապահական վարույթի արդյունքում կլինի իր համար ոչ ցանկալի հետևանքներ։ Սա առաջինը։ Դատավորի վճռից ժամեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կաթողիկոսին էր առաջարկում միջնորդությամբ դիմել դատարան։ Կարծում եմ արդար կլինի, որ կտրիճը գրավոր միջնորդություն ներկայացնի դատարան, խնդրելով խափանման միջոց ընտրելիս հաշվի առնելը, որ Սրբազանը իր կտրիճի նման նույնիսկ մի ամիս չի կարող ապրել առանց կնոջ։ Ընդ որում, միջնորդությունը կարող է լինել ապանձնավորված նաև մյուս սրբազանների պարագայում օգտագործելու համար, ընդգծելով, որ ոմանք առանց կնոջ, ոմանք առանց տղամարդու չեն կարողանում մի ամիսը լմնցնել, կամ երբեմն առանց կնոջ, երբեմն առանց տղամարդու։ Սեզոնը գիտի։ Իրազեկ քաղաքացիների հասարակական կազմակերպության նախագահ Դանիել Իոնիսյանը Facebook-յան էջում մի հրապարակում է արել, պատմել, որ նախքան այս ամենը դատախազություն էր դիմել Աչապահյանի հայտարարությունների վերաբերյալ, գրավոր պատասխան ստացել, որ հանցակազմ չկա։ Աղոթքից ու վանկարկումներից զատ քաղաքական ուժերը պատրաստակամություն էին հայտնել իմպիչմենտի գործընթաց սկսել Միքայել Աչապահյանի թեկնածությամբ, բոլորը առանձին։ Սա վաղուց արդեն քաղաքական պայքար չի, շատ վաղուց արդեն, այստեղ ընդդիմություն, դիմություն նման բաներ գոյություն չունեն։ Կան մարդիկ, որոնք ուզում են ազատագրել մեր հայրենիքը, մարդկանցից, որոնք ունակ են հրաման տալ հարձակվել վեհարանի վրա, մայրաթոռի վրա։ Սրբազան հայրը փաստաբանների միջոցով խնդրել է իր անունը չշահարկել։ Կալանքի որոշումից հետո Շիրակի թեմի առաջնորդին տեղափոխել են Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկ։ Փաստաբանի խոսքով սահմանափակել են Միքայել Սրբազանի շփումները, բացառապես մերձավոր ազգականների եւ պաշտպանների հետ։ Փաստաբան Արա Զոհրաբյանը հավելել է, որ դատարանի որոշումը կբողոքարկեն։ Սիմոն Հովանիսյան, Լևոն Ոսկանյան, Reopen Media։